Իրական գիտես, էդ էլ է շատ կանացիությունից հրաժարվելու օրինակներից մեկը, երբ որ գնում են ուրիշ կնոջը, ով իրան թույլ է տալիս այդ կանացիությունը արտահայտել ու ներդաշնակա դրա հետ։ Իհարկե։ Գնում կպնում ու պիտակավորում են ու մեղադրում են, որ ինչի դու մերպես չես ուզում դրանից հրաժարվես։ Ընդհանրապես գիտես, երբ անձը լինի կին թե տղամարդ հրաժարվում է իր բաղկացուցիչ մասերից ցանկացածից, լինի ինտելեկտից, լինի, չգիտեմ, բնավորությունից, խառնվածքից, սեռին բնորոշ գծերից, դա արդեն ներդաշնակ անձի մասին չի խոսում։ Ու այո, դու շատ ճիշտ ես ասում, այդ գրավելու ու գրավիչ լինելու շուրջ կյանքը պտտեցնելը առնվազն սահմանափակ մտածողության հետևանք է, բայց հրաժարվել դրանից, որովհետև դրա մեջ, երբ դու ընդունում ու վերջնական կոնտակտի մեջ ես մտնում ինքդ քո տեսակի ու քո կին լինելու հետ, դրա մեջ կա անսպառ ռեսուրս, հաստատ ավելի շատ ռեսուրս, քան թե այդ կանացիությունից հրաժարվելու ճանապարհին։